Սիրել երեխաներին չի նշանակում ամենաթողություն, այսինքն երեխան ոնց ուզի այդպես լինի, ոչ։ Դա երեխային չսիրելն է։ Սիրել երեխային նշանակում է, երբ որ երեխան սխալ է իրեն պահում, չարություն է անում, երեխային չվերցնել ծնկին տալ, այլ հոգատար լինել, հարգել իրեն, բայց նաև երեխան պետք է հստակ սահմաններ ունենա, կարելիների և չի կարելիների, ինչի մասին է սա։ Այս ժամին քնում ենք, այս ժամին զարթնում, այս ուտում ենք, այս չենք ուտում, քաղցր ուտում ենք այս բանից հետո, դուրսը խաղում ես այսքան ժամանակ, դասերդ անելուց հետո, մուլտֆիլմ դիտում ես այսքան ժամանակ, քնում ենք այս ժամին, այսինքն երեխան հստակ պետք է դիսցիպլինա ունենա, ու շատ լավ կլինի, որ երեխաներին սպորտով զբաղվելը հրաշալի կլինի, դա դաստիարակում է երեխայի մեջ, ոչ միայն մարմինը, այլ նաև իր կամքը, մտածողություն դաստիարակել, շախմատի տանել, շատ դրական կազդի իր վրա։ Սիրել երեխաներին այդ է նշանակում, բայց բռնությունը ցանկացած դեպքում վատ է, եթե դուք հարվածում եք երեխային, դա իր աշխարհի ոչնչացումն է նշանակում, որովհետև դուք երեխայի համար ողջ աշխարհն եք, իսկ եթե աշխարհը հարվածում է իրեն, ուրեմն աշխարհը վտանգավոր վայր է դառնում, ուրեմն ես սպասված չեմ այս աշխարհում, ու այսպես պուպուշ բաներ, չեմ ուզում շատ խորանամ այդտեղ։ Սեր նշանակում է հոգատարություն, բայց չի նշանակում ամենաթողություն, սա ամենակարևոր միտքն է։ Սահմաններ, դիսցիպլինա երեխային շատ կարևոր է, դա ևս ապահովության զգացում է տալիս նրան։